ՀՀԿ-ն հայտարարել է Մինսկի խմբի գործընթացի ավարտի և դրան առնչվող կառույցների փակման մասին։ Հայաստանի ազգային ժողովի նախագահը և Հունաստանի արտգործնախարարը քննարկել են Թրամփի ուղի նախագիծը և խաղաղության խաչմերուկ ծրագիրը։ Հայաստանի հետ խաղաղությունը պետք է ամրապնդել և դարձնել երկարաժամկետ, Հաջիև։ Ադրբեջանում ժողովրդավարական ճակատ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Ադրբեջանական բեռնատարները Վրաստանում խնդիրների են բախվում, վրացական կողմը բացատրություն դեռ չի տվել։ Ֆլորիդայում Միացյալ Նահանգները և Ուկրաինան քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի ամերիկյան ծրագիրը։ Փարիզում Զելենսկին և Մակրոնը քննարկել են խաղաղության պայմանները։ Նեթանյահուն Իսրայելի նախագահին խնդրել է իրեն ներում շնորհել կոռուպցիայի գործով։ Բախումներ Աֆղանստան-Տաջիկստան սահմանին, կան զոհեր և վիրավորներ։